երբ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամ արտահայտությամբ, որը ուներ պարտադիր իրավական ուժ եւ որի օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Սա մեկ։ Երկրորդ, մենք Ադրբեջանին էինք վերադարձնում 7 շրջաններից 5-ը խաղաղապահ ուժեր էին գալիս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ եւ կախված նրանից, թե ինչպիսի տեմպերով եւ երբ կորոշվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, կորոշվեր նաեւ երկու շրջանների ճակատագիրը։ Լավրովը ինչի մասին էր խոսում, որ ասում էր հարցը ըստ էության նախընտրել եք թողնել սերունդներին, անձամբ դուք չէ, այլ բանակցողներ ես ամբողջ ժամանակահատվածի։ Ոչ։ Ես բազմաթիվ անգամներ եմ ասել, որ մեր ցանկությունն է, որ խնդիրը լուծվի։ Դուք ինձնից երբևէ լսել եք արդյոք ոչ մի տիզականության հետ կապված որևէ գաղափար։